Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Դու կարող ես դառնալ Քրիստոսին ժառանգակից մեկը։ Աստված սիրում է յուրաքանչյուր մարդու։ Հայրը Իր Որդուն է զոհել ամբողջ աշխարհի բոլոր մարդկանց մեղքերի ներման համար։ Տերը մեծագույն ժառանգություն է պատրաստել Իր զավակների համար։ Սակայն այդ ժառանգությանը մասնակից են դառնում միայն այն մարդիկ, որոնք հավատում են Տեր Հիսուս Քրիստոսի կատարած գործին և Նրա ուսուցանած ճշմարտություններին։ Սիրելի՛ բարեկամ, դու կարող ես դառնալ Քրիստոսին ժառանգակից մեկը։ Նա Հոր Որդին է և ժառանգը, իսկ մենք՝ Նրան հավատացողներս, ընդունելով Տեր Հիսուսի ուսուցումներն ու Նրա իշխանությունը մեր կյանքերում, միանում ենք Աստծու ընտանիքին և դառնում Քրիստոսին ժառանգակից։ «Ծա՛փ տվեք, բոլոր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն, որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է, մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։ Ժողովուրդներին Նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը, Հակոբի փառավորությունը, որին Նա սիրում է» Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը։ Մեր ժառանգություն ընտրողն ինքն Աստված է։ Երբ մարդիկ անակնկալ կերպով ժառանգություն են ստանում որևէ ունեցվածք, մեծագույն ցնծություն և ուրախություն է տիրում նրանց սրտերում։ Անգամ խաբեբաները գիտեն դա և շատերին են նամակներ ուղարկում կամ որևէ նյութի մեկնաբանություններում գրում, թե մեծ գումարներ ունեն, շուտով մահանալու են և փնտրում են մեկին, որ փոխանցեն այդ ամենը որպես ժառանգություն։ Իհարկե, մենք պետք է զգույշ լինենք նման ֆինանսական խաբեություններից, բայց իմ օրինակների նպատակն այն է, որ շեշտադրեմ ժառանգություն ստանալու ուրախությունը։ Եվ այդ ուրախությունը հավատացյալների համար անհաշվելի անգամներ ավելի ուժգին պետք է լինի, երբ խոսքը վերաբերում է Տեր Աստծու կողմից մեզ համար պատրաստված ժառանգությանը։ Իսկ ի՞նչ ժառանգություն է դա։ Ա Պետրոս 1:3-5 «Օրհնյալ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ Իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար, մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ, այն անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար, որ երկնքում պահված է ձեզ համար, որ Աստծու զորությամբ հավատով պահպանվում եք փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամին» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, տերերի Տերն ու թագավորների Թագավորը հրավիրում է քեզ, որ դառնաս Իր ընտանիքի անդամը՝ Իր ժառանգակիցը։ Դա մի անեղծ, անարատ ու անթառամ ժառանգություն է, որի արժեքը չի կարող արտահայտվել չափի ու հարստության երկրային միավորներով։ Այդ ժառանգությունն անըմբռնելիորեն մեծ է, իսկ դրա իրական արժեքը մենք կհասկանանք միայն հավիտենության մեջ։ Ինչպես արդեն ասացի, այս ժառանգությունն ընդունելու համար պետք է հավատանք, իսկ դրան տիրանալու համար պետք է պահենք հավատքը և հավատարիմ մնանք մինչև վերջ։ Աղոթում եմ քեզ համար, որ հետևյալ խոսքերն իրականություն դառնան քո կյանքում, և դու լինես Քրիստոսի փառավոր ժառանգությանը ժառանգակից մեկը։ «Ուրեմն մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որ մեծ վարձատրություն ունի։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով խոստումը ստանաք։ Արժե սրտանց ու ցնծությամբ փառաբանել Աստծուն, քանի որ Նա մեզ Իր Որդու ժառանգակիցներն է դարձրել» Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։